Իմ գոմից հարկված երկու վեհապարներին, իմ գոմից շատ հարկված Ռուսաստանի նախագահին միացել է Թուրքիայի նախագահ իր կանխագալ շնորհավորանքով։ Մնացածը ձեր հայեցողության եմ թողնում, բայց կարևորը հայ ժողովուրդն է, կարևորը հայ զինվորը, հայ ոստիգանը, հայ դատավորը, հայ մարդը իր երկրում եւ ուրիշ ոչ մեկը, ոչ վեհապար, ոչ նախագահ, ոչ օդար ներկայացուցիչ, որքան էլ հարկելի պիտի չորոշի Հայաստանի քաղաքացիությունից։ Այո։ Հիմա դուք գիտեք, որ մի քանի օր գնում է Հերագա բանավեճ։ Իրար համ հարկում ենք Սերժ Սարգսյանը եւ ես, համ իրար քննադատում ենք, եւ դա նորմալ է։ Մեկը մյուսին չի հագասում, համ հարկում ենք, համ քննադատում ենք։ Դուք լսել եք իմ հարկանքը եւ իմ քննադատությունը, եւ նաեւ նրանը բոլորին հասնում է, նաեւ ինձ հասնում է։ Իր խոսնակը երեք ասաց, որ երբ ուզենամ Հայաստանի գործող նախագահ, երրորդ նախագահ ինձ կընդունի։ Ես երեք ասացի, որ կսպասեմ հրապարակ, որ ինքը գա իր կազմակերպված հանրահավաքի, որի հայտի պատճառով քննադատը ինձ ասում է, որ մեր խոսքը արգելված է։ Ոչ, ազատության հրապարակում, ով ուզում է, իր ազատ խոսքի տերն է, եւ սա մեր երկիրն է, ոչ մեկի սեփականությունն է։ Եվ հարկելով Հայաստանի երրորդ նախագահին իր մեծ ավանդը, որ ունեցել է մեր երկրի առջև, եւ էլի պիտի ունենա ապակային, բայց նաեւ գիտակցելով, որ ինքը պարտվել է փետրվար 18-ի ընտրություններում, լրջակույնս ընդունելով իր խոսնակի երեկվա հրավերը, ենթադրելով, որ նա չի գալու այսօր հրապարակ իմ հրավերին ի պատասխան, քանի որ իր խոսնակը ասած ցանկացած բահին ինքը պատրաստ է ինձ ընդունել, ես հիմա գնում եմ նրա մոտ հանդիպելու համար եւ լուծում տալու այդ համազգային ճգնաժամի հագաօրինական, հագաիրավական, հագասահմանադրական, որի մեջ գտնվում է մեր ազգի եւ պետությունը։ Ուրիշ ոչինչ։ Վաղը ժամը 5-ի, հաջողություն։